Երբեմն գիշերային լռության մեջ, երբ Նյու Յորքի անվերջ մրմունջը դառնում է միայն հեռավոր շշուկ, ես նստում և խորհում եմ։ Խորհում եմ ոչ թե նրա մասին, թե քանի միլիոն կարելի է վաստակել, այլ նրա մասին, թե որն է այդ վաստակածի արժեքը։ Իմ կյանքի փորձը ինձ սովորեցրել է մի պարզ, բայց հզոր ճշմարտություն, որ հարստությունը չափվում է ոչ թե դոլարներով, այլ ներդրումներով, կրթության, գիտության և մարդու մեջ։ Ինձ անվանում են գործարար։ Այո, ես սիրում եմ ստեղծագործել գործարար ասպարեզում, բայց ինձ ավելի շատ դուր է գալիս գիտնական տիտղոսը, որովհետև գիտությունը սուր միտք է պահանջում, անընդհատ հարց տալ, կասկածել, փնտրել, հենց այդ նույն սկզբունքով էլ պետք է ապրել։ Մենք հայերս պետք է մի պարզ հարց տանք ինքներս մեզ. ուր ենք գնում, ինչ ենք թողնում մեր երեխաներին, միթե մեր հաղթանակները պետք է սահմանափակվեն միայն անցյալի հուշարձաններով։ Մեր ուժը մեր միասնության մեջ է։ Ահա տեսեք, սա մեր փոքրիկ Հայաստանն է։ Կարծես մի ալմաստ լինի, չէ՞, որը շրջապատված է հսկայական աշխարհով։ Մենք ցրված ենք ամբողջ աշխարհով մեկ, բայց մեր սրտերի քարտեզը մեկն է։ Եվ այդ քարտեզի վրա կան անհրաժեշտ կետեր։ Ահա տեսեք, Երևանը, Գյումրին, Ստեփանակերտը, բայց այդ քարտեզի վրա կան նաև Լոս Անջելեսը, Մոսկվան, Փարիզը, մենք մեկն ենք։ Եվ երբ մենք գիտակցենք, որ սփյուռքահայության ուժը Հայաստանի հետ համատեղ անխորտակելի դաշինք է, մեզ կանգնեցնելն անհնար է։ Ես հավատում եմ մեր երիտասարդությանը։ Գիտեք, նրանց մեջ կա այն կրակը, այն սրամտությունը, որն անհրաժեշտ է 21-րդ դարում հաղթելու համար։ Բայց նրանց պետք է տալ գործիքներ, ոչ թե ձեռք բռնած օգնություն, այլ հնարավորություն։ Հնարավորություն գործելու, ստեղծելու, ձախողելու, բայց հետո նորից ստեղծելու։ Հենց դրանք են իմ նպատակները, հենց դրանք են իմ գործարանական հմտությունները։ Ես այդ ամենը անում եմ, որ մեր երիտասարդությանը զարգացնեմ և զարգացնեմ մեր փոքրիկ Հայաստանը։ Հիշեք, մենք փոքր ազգ ենք, բայց մեծ ժողովուրդ, և մեր մեծությունը պայմանավորված է մեր միասնական, ստեղծագործ և անհաղթելի ոգու մեջ։ Թող որ ձեզնից յուրաքանչյուրը լինի այդ ոգու կրողը։